Ողջույն, ժողովուրդ ջան, մի քանի վայրկյան համբերենք մեր ընկերներից հավաքվեն ու սկսենք մի քանի բառ միասին զրուցենք, որովհետև այսօր էլ հարց ու պատասխան եղավ ազգային ժողովում, բայց երևի դրան այդքան չանդրադառնանք, ինչքան նրան թե Facebook-ում ինչ հետաքրքիր անոնսներ են պտտվում, էլի համացանցերում ամենատարբեր, մեկը մի բան ասում, իրականությունը ուրիշ բան է։ Ուրեմն ամեն դեպքում մինչև այսօր կառավարության հետ հարց ու պատասխան է, միջելոց մի երկու բառով ուզենք թե չուզենք կանդրադառնանք հարց ու պատասխանին։ Ուրեմն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանը միջև քննարկվում էր Հռիփսիմե Հունանյանի ազգային ժողովի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը, վաղը կլինեն ըստ երևույթին ոնց հասկացա ընտրությունն է, քվեարկությունը, բայց ինչն է հետաքրքիր։ Ուրեմն նայում եմ 5-րդ ալիքը փնթի նյուզերից էլի, 5-րդ ալիքը ոնց է դա ներկայացնում, ինձ բացել էր ուղղակի ու այս թեմայով առաջարկում եմ զրուցենք։ Ուրեմն ուզում են իրանց արևին ստվերել Հռիփսիմե Հունանյանի կերպարը կամ տեսակը ու ինչ են ասում, Էմմա Պալյանն էր դե ներկայացնում, ասում է Էմմա Պալյանը ընդամենը 1.5 րոպե պահանջվեց, որպեսզի ներկայացնեն Հռիփսիմե Հունանյանի կենսագրությունը կամ առասարակ Հռիփսիմե Հունանյանին։ Դրանով փորձ էր արվում ներկայացնել, իբր այդքան քիչ տեղեր է սովորել կամ աշխատել երևի, այսինքն այնքան ինքը աղքատիկ կերպար է, որ ընդամենը 1.5 րոպե պահանջվեց, էլի։ Ուրեմն այս տեսակ ձևակերպումները ինձ բացում են այլանդակ ձևի, հիմնականում հենց 5-րդ ալիքն է հաջողում, էլի նման ձևակերպումներով աչքի ընկնել։ Ուրեմն ես ուզում եմ այս Միշիկ նյուզին քոչանասերժական նյուզային ալիքին ասել հետևյալը, որ Հռիփսիմե Հունանյանը նախ շատ լավ տեխնացու է, ձեզ էլ ասեմ, ժողովուրդ ջան, եւ որպես խորհրդի նախագահ, ինչպես պատգամավորներից ասացին, նա միայնակ չի գործելու եւ վստահաբար կհաջողի, ես նրան հաջողություններ կմաղթեմ, նախ կցանկանամ, որ ինքը ընտրվի քվեարկությամբ եւ նրան հաջողություններ կմաղթեմ սիրով, որովհետեւ շատ պատասխանատու մարդ է եւ առհասարակ մարդկային առումով հիանալի կին է եւ սրտացավ իր ոլորտին, սիրում է իր ոլորտը եւ սրտացավ է բավականին։ Ուրեմն ես չնայած մի քանի բառով այնտեղ ներկայացվեց նաև ԿՊ-ի մյուս պատգամավորների հարցադրումների մեջ ներկայացվեց նաև, որ թե COVID-ի համաճարակի ժամանակ կամավորական կարելի ասել սկզբունքով ինչեր արել եւ այլն։ Ամեն դեպքում սա դնենք մի կողմ, անդրադառնանք 5-րդ ալիքի քոչանասերժական նյուզի, Սաթիկ նյուզի այս տեսակետին, որ եթե օրինակ մարդու կենսագրությունը, կրթությունն ու գործունեությունը հնարավոր է ներկայացնել 1.5 րոպեում, ապա այդտեղ արժեքավոր ոչինչ չկա։ Ուրեմն ձեզ հուշեմ, օրինակ շատ սիրում է իր բոլոր տիտուլները ներկայացնել Էդգար Ղազարյանը, ում որ դուք ձեր շեֆերը, այսինքն քոչասերժական բանդայի ներկայացուցիչները, բերել եւ ներկայացնում են, եթե ես չեմ սխալվում, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի բանում, պաշտոնում, եթե չեմ սխալվում, եւ միևնույն ժամանակ դրսում միտինգ էր արվում, եւ այդ միտինգի ընթացքում հնչում էին ատելության խոսքեր, ընդհուպ միջև մեկը համարձակություն ունեցավ, ասել ով դրանց ընտրել է, այդ դրանց ԿՊ-ականներին պետք է հանել, կախել, քերթել, չգիտեմ ինչեր անել, ծառերից կախել։ Ես մի անգամ մի Telegram ալիքով հյուր էի, հարցերի էի պատասխանում ու այնտեղ էր նաև Էդգար Ղազարյանը, ով ինձ հարց ուներ։
Ես իհարկե նրան ասացի, որ ես չեմ պատասխանի հետ հարցին այնքան ժամանակ, մինչև ինքը կոնկրետ իր կազմակերպած հանրահավաքում բանախոսներից մեկի այդ արտահայտությանը գնահատական տա։ Իսկ նա գիտեք ինչ պատասխանեց։ Նա համարեց, որ դա նորմալ է եւ չդատապարտեց դա։ Հիմա այս նույն երևույթները դա էլ ձեր շատ տիտուլավոր ներկայացուցիչներից մեկն էր Իմիջայլոց, ում կենսագրությունը հնարավոր է 5-10 րոպեում ներկայացնել, չգիտեմ։ Բայց այնուամենայնիվ մի քիչ էլ ես կհամարձակվեմ խորը գնալ, հա, այս խոսակցությունների մեջ, որովհետև գալու են կպնենք կրթական ոլորտին, ընդ որում ձեր ժամանակների։ Հանուն անկեղծությամբ պիտի ասեմ, որ այնպես չի թե հիմա գոհ եմ կրթական ոլորտի գործունեությունից, բայց քանի որ ըմբռնումով եմ մոտենում այն հանգամանքին, որ կրթական ոլորտը դա այն ոլորտն է, որտեղ որ ռազմավարական փոփոխությունները, խորքային փոփոխությունները երկարաժամկետ բնույթ են կրում, հա, այնտեղ արագ-արագ փոփոխություն չի կարող լինել եւ չի կարող, պարզապես չի կարող եւ այս ռեզուլտատն էլ չի կարող իրեն արագ ցույց տալ, շուտ ցույց տալ։ Այնուամենայնիվ որոշ անհամաձայնություններ ինչպես ունեցել եմ, այնպես էլ ունեմ ու իմ կարծիքով դեռ շատ կունենամ։ Բայց օրինակ շատ տարածված թեմաներից էր այս Մաշտոցի նկարի հետ կապված թեման։ Եկեք ես չմեկնաբանեմ դա, միայն ասեմ, որ այդ նույն падգամավորները այնտեղ նստած, որևիցե մեկը ԿԳՄՍ նախարարին այդ հարցը չցանկացավ ուղղել։ Այնուամենայնիվ այն մասով, որ կառավարության անդամ է ԿԳՄՍ նախարարը, հա, նախարարությունն է դա, կառավարությունը իրականացնում է մեծ ծրագրեր եւ ես ինքս իմ աչքով եմ շատ դեպքերում տեսնում եւ բնականաբար ոնց որ այդ հանգամանքը որոշ բաներ էլ մեղմում է ինձ մոտ։ Չնայած պիտի ասեմ, որ այո, ԿԳՄՍ նախարարության ներսում լրջագույն խնդիրներ կան, իսկ այդ խնդիրներն էլ մեծ հաշվով կան նաև այն բանի համար, որ այդ նախարարությունում քիչ չեն հնից մնացած դաշնակա հանրապետական մասան, ցավոք սրտի։ Բայց զուգահեռաբար էլ քանի որ ունենք կադրերի պակաս, այս կադրերի պակասը բանալի բառ է, թող մնա, որ ես այս մտքի մեջ օգտագործելու եմ թեմայի մեջ։ Կադրերի պակաս բնականաբար ունենք մեր մոտ փոփոխությունները չեն հնարավոր չի շատ արագ իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է կադրերի պակասին, լավ, կադրերի պակաս ունենք ու գրեթե բոլորս այստեղ պրիվետ անջան։ Գրեթե բոլորս այստեղ այս բանի հետ համաձայն ենք, ասեմ ավելին հեչ կարիք չկար որ դրա մասին։ Վարչապետը ասել քաղաքացիները իրենք նույնպես գիտեն։ Արա, բայց հարց էլի, հարց։ Արա 30 տարի պետություն եք կառավարել։ Ինչի է մեր կրթական ոլորտը, հատկապես բուհերը, դել դպրոցից չխոսեմ, հա, եղել այն մակարդակին, որ տարեկան ամեն մասնագիտությունից 500-ից 1000 ավարտող պիտի լինել, բայց Հայաստանում, փոքրիկ Հայաստանում լինել կադրերի պակաս։ Արա, բա դուք ոնց կարաք էլ կրթությունը քննադատեք, եթե Հայաստանի Հանրապետությունում դուք էլ ընդունում եք, որ կադրերի պակաս կա։ Այդ կադրերի պակասի հետ կոնսենսուս կա, բոլորն են համաձայն, որ կադրերի խնդիր կա, լավ կադրերի մասին է խոսքը, ոչ թե այդ ֆակուլտետը ավարտածների, էլի այդ ֆակուլտետը ավարտած լիքը տղաներ ու աղջիկներ կան, ովքեր լրիվ ուրիշ նպատակներով են ավարտել։ Իհարկե սա նույնպես խորքային խնդիր է։ Այնուամենայնիվ ով գոնե դուք կենսագրություններից մի խոսեք, որովհետև ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում 30-ամյա կառավարման ձեր հանցագործների կառավարման ընթացքում եղել է այնպես իրավիճակ, որ ինստիտուտ ավարտելը կամ չավարտելը չի նշանակել, որ մարդը մասնագետ է կամ մասնագետ չի։ Իսկ եթե դուք խելացիության մակարդակն եք փորձելու չափեք, դա առհասարակ առանձին պատմություն է։ Որքանով է մարդը, եթե ինստիտուտ ավարտած է ինքը առավել գրագետ, այստեղ հարցերը շատ մեծ են, հա, օրինակ, մտքովս հենց նոր անցավ, օրինակ, Տրարոն Մարգարյանը գնացել էր բանը, դոկտորական պաշտպանելու,
Մենք բոլորս ենք հիշում այդ կադրերը, հասկանում եք, մարդ է գնացել դոկտորական պաշտպանելու, գիտական, չգիտեմ ինչ տեխնացուական պաշտպանելու, ով որ, ասենք, գոլդ համարներով տներ ունի, ով որ քաղաքի հերն անիծել է, դե դուք դրեք, հա թվարկեք, թե ինքը որտեղ արենք է սովորել, որտեղ արենք աշխատել, անընդհատ թվարկեք, դրանից չի ստացվելու, որ ինքը լավ կառավարիչ է եղել, չի ստացվելու, որովհետև ցավոք սրտի, այո, Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտ ավարտել է, դա ինստիտուտի դիպլոմը դեռ երաշխավորագիր չի եղել այն մասին, որ այդ մարդը մասնագետ է։ Քներ ջան, կասեք, ինչի համար են Սերժն ու Քոչյանը մեդալներ ստացել։ Արեգ ջան, անկեղծ չգիտեմ, ցավը տանը, ինչքով է մեդալ տվել իրանք են երևի պարգևատրել, ես ինչ իմանամ։ Այդ ժամանակ այնքան մարդիկ նենց բաներ են ստացել, որ իրանք մեդալը, տեսեք, ուզում ես պետք համարժեք հարցել ես տամ։ Օրինակ այսօր ազգային ժողովում քննարկվում էր, լավ հիշացրեցիր։ Քննարկվում էր նաև բանը, հա, այդ կուսակցություններին հովանավորները, բաները, ներկուսակցական ընտրությունների ժամանակ գումարներ, բարերարներ, գումարներ ովքեր են փոխանցել բան, ու դաշնակները սենց ինչ-որ այդքան տեղը մի քիչ ուզեցին տականային, չնայած շատ խնդալու էր իրանց տականալը, որովհետև ընդեղ 2 միլիոնի բնամթերքի բան են սա, բայց այստեղ մոտ լեգիտիմ հարց է առաջանում, 7 տարի է արդեն նրանք իշխանություն չեն, մինչև այս վերջի 7 տարին իրանց ընկերները, իրանց նվիրում էին ճակերտավոր իրակե, բոլորս ենք հասկանում, թե այդ ամեն ինչի ծագումնաբանություն, իրանց ընկերները իրանց նվիրում էին տներ, դաչաներ, մեքենաներ, որին կանչեցին դատարան, ասեցին կելս է նվիրել, մինչև այս վերջի 7 տարին, այ հիմա ինձ հետաքրքիր է, ուրիշ հարց, ոչ թե այդ մեդալները, ուրիշ հարց, այս 7 տարվա մեջ, օրինակ Սեյրան Օհանյանը որևիցե նվեր ստացել է, թե չէ։ Այ հիշում եք, երբ որ խոսքը գնում էր դրանից, ինչքան է ասում, որ արա, որ դու անգամ ասում ես, թե ես ինչը նվիրել է, անգամ եթե դա իսկապես նվեր է, դա քեզ չի նվեր, դա պաշտպանության նախարարի աթոռին նստողինն է նվեր, և դա ազգային անվտանգային խնդիր է, պետության անվտանգության խնդիր է, որ պաշտպանության նախարարի աթոռին նստողին միլիոնոց տուն են նվեր տալիս։ Հասկանում եք։ Բայց հիմա այս 7 տարվա մեջ այդ ձեր լավ ընկերները հանկարծ սկսեցին ձեզ նվերներ չտալ։ Խնդալու է, էլի։ Ու սրանք էլ հոյտ ավարտածներն են, ու ոնց կենսագրությունը վստահաբար, եթե դաշնակները լինեին, հատկապես են Աղվան Վարդանյանը, իր բարիտոն ձենով, բանը, Լևիտանի ֆեյսով կերներ ու ինչ-որ բաներ կասեր, կամ եթե պատիվ ունեմից լինեն, Աբրահամյանը շատ, մի 15 րոպե կխոսար, Ալեն Սիմոնյանը ընդեղից կասեր ժամանակնա, ինքը մեկա շարունակեր, էլի ավարտած չէր լինի։ Ինչ լեքսիկոն է, ինչ խոսույթ է դա։ Իսկապես դա, չգիտեմ, արժեհամակարգային ամենաստորագույն մակարդակն է, էլի։ Եթե դնում ենք համեմատությունների մեջ, առհասարակ այդ պարագայում դուք դուրս եք գալիս հերթական անգամ հանցագործներ, հասկանում եք։ Այսինքն պետության մեջ դուք չեք ստեղծել հնարավորություններ մարդուն, ով այսօր պատգամավոր է, որ ինքը կարողանա այդ ժամանակները անընդհատ աշխատի իր վրա ու կատարելագործվի։ Ինչ խոսալու ձև է, ընդամենը րոպե ու կեսում ներկա։ Ասենք օրինակ, ասեմ դες րոպե ու կեսը քիչ թիվ չի, դա մի ամբողջ 90 վայրկյան, հա, բայց համեմատության համար sense մի հատ հակադրություն անեմ, հա, բան անեմ։ Տեսեք, հեսա դատով դատավորներ, հեսա դատարաններին էր մի երկու բառով անդրադառնալու եմ Թոմաս ջան։ Տեսեք, ես կարող եմ օրինակ 2 վայրկյանում ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին։ 2 վայրկյանում։ Ընդ որում փաստերով
փաստաթղթերով ու հիմնավորված։ 2 վայրկյանում Ինչ մի րոպե ու կես, 2 վայրկյան։ Հանցագործ Զավթիչ Ռոբերտ Քոչարյան։ Всё։ Всё։ Բայց այնտեղ տակը ինչ կա, ինչ չկա, պոլիտեխնիկն է հերակա ավարտելը, այնտեղ Ադրբեջանից են հələ սովետի վաղ զանգել, որպեսզի սրան միձև դիպլոմ տան այդ Չամպիոն Ղարաբաղ, ընդ որում այդ հերական ծույլիկ է եղել, вообще ընդունակ չի, ոնց այսօր դատանում կանգնում ասում, ես չեմ հասկանում ինչ եք ասում, այդպես ցախ կյանքը ոչ մի բան չի հասկացել, հասկանում եք։ Ինչ վերաբերում է, այ հիմա հենց գանք Թովմասյան, քո ասացին։ Այ հենց այդ տիտուլավորներն են այսօր դատա իրավական համակարգում, ովքեր որ ստացել են անկախ գործելու հնարավորություն, բայց ոչ մի կերպ իրենց դաստիարակությունը, ի տարբերություն Ռիփսի Մեհունամյանի, իրենց դաստիարակությունը ոչ մի կերպ թույլ չի տալիս, որ իրենք կարողանան իրենց ոլորտը, որին որ իրենցից լավ ոչ ոք չի տիրապետում, կարգի բերեն։ Հասկանում եք, դատա իրավական ոլորտը սպეციფიկ ոլորտ է շատ, ու այդ ոլորտի բարեփոխումները, գործելավ ոճը, լավագույն առաջարկները պիտի ամեն օրով հնչեին հենց դատա իրավական ոլորտի աշխատողներից, պիտի ասեին հարգելի կառավարություն, մենք լինելով 4-րդ, 3-րդ իշխանություն եւ լինելով անկախ, շնորհակալություն նախ վերջապես մեզ ազատագրելու համար, որովհետև մենք հարգում ենք մեր մասնագիտությունը, բայց ստիպված ենք ինչ-որ մի ժամանակ, մի քանի տասնամյակ աշխատել հրահանգներով, այլապես մեր տունը, ընտանիքը եւ մեր ճակատագիրը վտանգված կլիներ։ Այնուամենայնիվ, որպեսզի այսուհետ քննչականը նորմալ գործի, դատարանները նորմալ գործեն, չգիտեմ, դատախազությունը նորմալ գործի, մենք մասնագետներով ունենք հետևյալ առաջարկը, սա 1 առաջարկ, սա 2 առաջարկ, սա 5, սա 10, սա 50, սա 100, բայց ես ոնց նայում եմ, առայժմ ոչ մի առաջարկ չի հնչել։ Իմիջիայլոց ինչն է հետաքրքիր։ Փաստաբանները, ովքեր որ միշտ բողոքում են, ունեմ ընկերներ էլ շատ ունեմ, ու շատ լավ ընկերներ ունեմ, ընտանիքի ընկերներ ունեմ, արծնդաճի, բայց անգամ փաստաբանները, ովքեր շատ բողոքում են այս համակարգից ու անարդարություններից, նրանք նույնպես ինչ-որ առաջարկություններով հանդես չեն գալիս։ Իմիջիայլոց օգտվելով առիթից, ասեմ, կոչ եմ անում փաստաբաններին առնվազն, որ հարգելիներս, եթե ունեք առաջարկներ, եկեք ունենք օրինակ հասարակական կազմակերպություն, որով կարող ենք քննարկումներ կազմակերպել, դուք բերեք առաջարկում, մենք նույնպես այդ ոլորտում այդքան էլ լավ չենք, դուք եք տիրապետում, ձեր մասնագիտական ոլորտն է։ Առաջարկենք հասարակական կազմակերպությունով առաջարկ ներկայացնենք բան ազգային ժողովին եւ կառավարությանը թող քննարկեն, ուսումնասիրեն ու առաջնանք, իսկ ձեզ ով ասել, թե օրենքները ընդունվում են միայն ու միայն падգամավորների նախաձեռնությամբ։ Ոչ։ Ու դուք շատ լավ գիտեք, որ դա այդպես չի։ Բայց ինչի չենք անում։ Սա էլ հո Քոչարյան եւ Սերժ ձեր ժամանակների իրավաբաններն են։ Ես չեմ խոսում փաստաբանից, ձեր ժամանակների դատա իրավական համակարգն է, ձեր ժամանակների կրթական ոլորտում իրավաբանական ֆակուլտետ ավարտածներն են։ Խնդրեմ մակարդակները, խնդրեմ դաստիարակությունները։ Հանկարծ տեսնում ես մի հատ իսկապես անաչառ դատավոր, ընդ որում ես պիտի ասեմ, որ դատավորի անաչառությունը ես չեմ չափում նրանով, թե որքանով իմ օգտին կամ քաղաքացու ինչ-որ մի մարդու օգտին որոշ վճիռ կկայացնի, ոչ, դատավորի վճիռը պիտի լինի այնպիսին, որ ընդունելի լինի բոլոր կողմերի համար, այդքան իմաստուն պիտի լինի, այդքան տեղին ու ճիշտ պիտի լինի, այդքան ու ես համաձայն եմ եղել, որպեսզի դատավորների աշխատավարձերը բարձրանան, բայց ասենք օրինակ 1000 ներողություն էլի, հարգելի բարձրագույն դատական խորհուրդ կամ вообще ով է սրանց նշանակում, ինչ է նշանակում, այս պարոնին, անունը ոնց էր դրա, Դավիթ Գրիգորյանին,
ես չգիտեմ ինչքանով է լուրը ճիշտ, բայց 168 AM-ին եմ հղում անում, 168 AM-ը Սաթիկ Նյուզի կանալը, գրել է Դավիթ Գրիգորյանը դատավոր կնշանակվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Ինչի համար։ Որ վաստակի համար։ Փոխանակ սրանոմաններից ազատ եք առհասարակ բանը դատարանները։ Ես ինչ ուզում անում եք։ Թե ինչ-որ ներքին պայմանավորվածությունների եք գալիս, ինչ եք կարող կոռուպցիայի վրա միշտ վխտում եք նորից ու նորից։ Ինչի կպած չեք ուզում, որպեսզի դատաիրավական համակարգը տեղը ընկնի Հայաստանում։ Եվ իմիջայլոց ասեմ, դատաիրավական համակարգը այդ համակարգն է, որի բարելավելու ավելի լավը լինելու մեջ լինելով քաղաքացիներին նույնպես ահագին հոգսից կազատեն։ Էլ նյարդերից, էլ նեռերից, էլ կասկածամտությունից առհասարակ Հայաստանի Հանրապետությունում կդժվարանա մանիպուլատիվ հայտարարություններ, հրապարակումներ ու գործունեություն ծավալելը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Որովհետեւ մարդիկ վստահ կլինեն, որ եթե ինչ-որ բան կա, ուրեմն պատժի կարժանանա, կլինի վարչական դատանով, քաղաքացիականով, թե բանով, քրեականով։ Բայց արիոտ է, շարունակվում են նույն բարկերը, նույն ձևերը։ Հիմի միեդի որոշում ունենք, լուրջ եմ ասում, ես նոր մտածում էի լավ, ես իրավաբանական գիտելիքներ շատ չունեմ, լավ ոնց կարելի է վերջը իմանալ, այս միեդի որոշման հետ ոնց ենք վարվելու։ Միեդի որոշման հետ ոնց ենք վարվելու, ժողովուրդ ջան։ Եվ եկա այն մտքին, որ երևի ամեն դեպքում մի հատ վաղը հիշեմ զանգեմ խոսեմ Քլոյանի հետ, տեսնեմ իրենք ինչ են խորհրդակցել առհասարակ։ Ինչա դա, ինչա տալիս մեզ միեդի այդ որոշումը։ Որտեղ որ հստակ ձևակերպած ու գրած է, որ մարտի 1-ի գործը ամեն ձև կոծկվել է ու պետությունը չի ապահովել քաղաքացիների իրավունքները, դեռ սպառնալիք է ստեղծել, որի արդյունքում 10 մարդ զոհ ա եղել։ Ընդ որում պատահական կրակել են խառնել, այսօր այդ հարցը Հասմիկ Հակոբյան տվեց վարչապետին։ Ինչ ա լինում հետո։ Հիմա այդ պետությունը մեզնից այդ փողը պիտի վերցնի, նույնը գնդակահարվողի ծնողներից կամ հարազատներից, հա, դե հարկերից է գոյանում այդ գումարը, չէ։ Այդ գումարից պիտի այս մարդկանց վճարում անի։ Վճարես պրծավ, լավ, բայց այդ գործի հետ ո՞նց ենք անում։ Մեր որպես հանրություն քաղաքացիներ պահանջը ո՞րն է։ Իսկ 5-րդ ալիքը նստած նայում է ներկայացնում են թե ում կենսագրությունը քանի րոպեում ներկայացրեցին։ Մենք որ խնդրենք Քոչարյանի կենսագրությունը դուք կներկայացնեք, մնացածը ես կասեմ։ Ընդ որում կարամ նախապես ասեմ, կարճ ներկայացնեք, խնդալու եմ վրեկներ հետ, ասեմ րոպե ու կեսը չձգեցիք, երկար ներկայացնեք, ասելու եմ այդ երկար կենսագրությունով եկավ 10 մարդու առնվազն միայն մարտի 1-ի դրվագով գնդակահարվելու պատճառ հանդիսացավ։ Դե գնացեք ներկայացնեք, տեսնեմ ոնց եք ներկայացնում։ Երկու կողմից դիլեմայի առաջ եմ կանգնացնում, դե գնացեք տակից դուրս եկեք։ Բա որ այտենց բաներ եք այսինքն դրանով դուք քաղաքացիներին ասում եք, որ արհամար եք, էլի, այս ինչ կրթությունը մարդկային, այս ինչ հատկանիշները, որակները եւ այլն։ Կարևորը մի 3 ժամ մարդուն ներկայացնելն է, թե ինքը մարդկային ինչ որակներ ունի, կամ որքանով է համապատասխանում այդ ներկայացրածին, դրանք հարցի մյուս կողմն են։ Ես եկեք մի քանի բառով ժողովուրդ ջան, այս թեման երևի հասկանալի է ձեզ, էլ ես կարծում եմ, որ եթե նմանատիպ տեսանյութերը մենք տարածենք, ոչինչ որ հիմա ես եմ խոսում տարածում, մեկ ուրիշն էլ այս թեմայով եթե ունենում է տեսակետներ, ես ինքս էլ շատ դեպքերում տարածում եմ։ Կզգացվի, որ հանրության ու հասարակության քաղաքացիների պահանջները այլ տեղերում են։ Եվ գիտեք ինչ, ամենաուժեղավորն է,
Այս արդեն որի անգամ է իշխող ուժի ղեկավարը, երկրի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է իր բերանով ասում։ Վախպետ ջան, մենք նայել ենք, լսել ենք ժողովուրդը մեզ ինչ է ասում, այս տայդեմ սկսել ենք քայլել։ Վերջ։ Հիմա իսկ այդ ժողովուրդը ո՞նց է ասել։ Ասել այսպես եթերներով ու գրառումներով, դրանց դիտողականությունն է նայվել, դրանց մեկնաբանություններն են նայվել, որքանով է հասարակությունը ներգրավված այդ խոսակցությունների մեջ ու առաջարկվող մտքերի մեջ։ Ու այո, ժողովուրդ ջան, եթե ձեզ թվում է sense բան չի փոխվում, սխալվում եք, փոխվում է։ Ու շատ բան է փոխվել հենց sense եթերներով։ Շատ բան։ Ես չեմ ուզում թվարկել, հեչ ինչեր է փոխվել, որպեսզի հանկարծ մարդիկ չլինեն, կարծեն թե ես, չգիտեմ, ինքնագովազդով եմ նստած այստեղ, ոչ բացարձակ։ Մի բանում ես վստահ եմ, որ ես միայնակ ոչ մի բան չեմ կարող անել։ Ու ինչ արել ենք, միասին ենք արել։ Ու ձևակերպենք մեր պահանջները։ Եվ այո, այսօրվա դրությամբ թող ներեն ինձ բոլոր իրավապահ ոլորտի աշխատակիցները, բայց դուք ծաղրի ու ծիծաղի առարկայի եք վերածել թե ձեզ, թե ձեր ոլորտը, ձեր տարրական պրիմիտիվ անգործությամբ, ձեր ալարելով, ձեր չցանկանալով, կամ նստել փիլիսոփայելով, նստել բողոքելով էստեղից այնտեղից, բայց ինքնուրույն ոչինչ չձեռնարկել։ Մի վախեցեք, ձեռնարկեք։ Ոչ ոք չի ասում, եթե հիմա դուք ինչ-որ բան ձեռնարկեք, անպայման հաջողությամբ է պսակվելու։ Դե այդպես չի լինում։ Բայց դա կլինի քայլ։ Քայլ։ Դա կլինի գործողություն։ Որը առնվազն ցույց կտա, որ սրտացավություն ունեք։ Իսկ որտեղից Կարինե ջան, որտեղից պիտի ձերբակալվեն։ Որտեղից ով պիտի ձերբակալի։ 5-րդ տարին է, մի կողմից եղում եմ մի տեղի, մի կողմից դեղում եմ մի հատ հասարակման։ Ես ինքս շատ եմ ուզում ու էռեք եմ տալիս այն օրվա, երբ որ նրանք գնալու են ճաղերի հետևը։ Ու մշտապես շատ ակտիվ եմ եղել 18-ից հետո էր, երբ որ նոր նրանց սկսում էին հրավիրել դատարաններ, ես միշտ ակտիվ եմ եղել այդ մասով, էլի։ Բանա։ Իմ երազանքն է դա։ Հասկանում եք, բայց ես մյուս կողմից էլ, որպես քաղաքացի գիտակցում եմ եւ արգելում եմ իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը խառնվել դատաիրավական համակարգի գործերի մեջ։ Մի կողմից հասկանում եմ այն, մյուս կողմից հասկանում եմ այն։ Բայց մեր պահանջը հենց պիտի լինի դատաիրավական համակարգի ներկայացուցիչներից, որովհետև իշխանությունները, քաղաքական իշխանությունները, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ բոլոր ժամանակների ապագայում են չի կարելի թույլ տալ, որ խառնվեն դատաիրավական հարցերին։ Խառնվել են, դրա համար այս օրին են եղել։ Չի կարելի որ թույլ տալ։ Եվ ոչ միայն նրա համար, որ բանա, դա վատ բանա ներքին առումով, էլի, ներհայաստանյան առումով, ոչ, դա շատ վատ բանա աշխարհի դիտանկյունից։ Աշխարհը արտաքին դիվանագիտություն, ամեն ինչը դուրս մեր անկախությունն ինքնիշխանությունը դրվելու հարցականի տակ հերթական անգամ, լեգիտիմությունը, ամեն ինչը։ Եվ դա է պատճառը, որ ես չեմ կարող թույլ տալ մի կողմից, որպեսզի նրանք խառնվեն, եւ մյուս կողմից էլ մենք պիտի պահանջենք ձևավորենք, որ արա գնացեք մեկ լեկեք, լսեք ինչ ենք ձեզ ասում, արա вообще։ Ու ձեզ չթվա թե հանրության մեծամասնությունը չի գիտակցում սա եւ իր պահանջները ձևակերպելու եւ սլակները ուղղելու է դեպի քաղաքական իշխանությունները։ Ոչ։ Դուք դատաիրավական իշխանությունն եք։ Եվ սլակները ձեր ուղղությամբ է։ Եվ քաղաքացիները հստակ ձևակերպումներ ունեն եւ հստակ պահանջներ։ Չեք կարողանում, հենց ասեք, գիտեք ինչ, մի քիչ թերի ենք կրթություն ստացել։ Ասենք ես մի դասին ախպեր ջան, չեմ զաչոտս, ես մի տարին բանով եմ ստացել, փողով եմ ստացել ախպեր։ Հենց ասեք։ Անկեղծացեք ու ազատվեք այդ վաղը, ազատ եղեք։ Մի վախեցեք։
Ես հասկանում եմ որտեղ է ձեր վախերը, շատ լավ եմ հասկանում, բա որ հանկարծ վերադառնել են մյուս իշխանությունները, այն ժամանակ լավ էր, շատ լավ էր, ախպեր ջան ստանում է 200,000 դրամ օրինակ աշխատավարձ, բայց մյուս կողմից ջեբս դնում էի մի $5,000 փող, հիմա եկել են ինձ այս $5,000-ից կտրել են, աշխատավարձը լավ, ասենք թե սարքել են 500,000, բայց կտրել են $5,000-ից, վերջ Նիկոլա Թուրքա դավաճանա եւ այլն, քանդեց ամեն ինչ, քանդեց, տունս քանդեց, իմ տունը քանդվել է, ուրեմն աշխարհս քանդեց, վերջ, այս խոսույթն է, ձևավորվում, այս մտածելակերպը նրանց մոտ, առանց հասկանալու, որ այ հենց այդ կոռուպցիան է քանդել բոլորիս տունը, եւ այդ կոռուպցիայի պատճառով են կորցրել Արցախը, այդ կոռուպցիայի պատճառով է Եռաբլուրը թարմացել, այդ կոռուպցիայի պատճառով է, որ այսօր դպրոցներում մանկապարտեզներ են կառուցում ծերը չի երևում, այդ կոռուպցիայի պատճառով է, որ ճանապարհներ չենք ունեցել, ինչքան պետք հաշմանդամ էլ զոհվել են ճանապարհներին առաջի բուժօգնություն չեն հասցրել ստանան, այդ կոռուպցիաների պատճառով է, որ բյուջե չի լցվել, Պաշտպանունակությունը չի բարձրացել Հայաստանի, տնտեսությունը չի բարձրացել Հայաստանի, եւ այդ կոռուպցիայի պատճառով է, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը դրվել է հարցականի տակ, կոռուպցիայի պատճառով է, որ այդ ամեն ինչը հանձնվեց Ռուսաստանին ու հայտնվեցին կախվածության մեջ, եւ երբ որ Հայաստանի անցակետն ասում է, գրվում է բան, ԿՊՊ Ռասիայի Այդ ամեն ինչը դրա համար էր, որպեսզի դու ջեբդ $5,000 դնեիր, կայֆաբատ լինեիր, այստեղ էլ քո մեղավորության բաժինը Հարգելի X մարդ Եվ հիմա ուզում ենք դուրս գանք այս ամեն ինչից, դուք մեզ հետ եք թե չէ Ունեք առաջարկներ, կարող եք գործել Ձեր խղճի առաջ մի հատ մաքուր եղեք Ես հասկանում եմ, որոշակի ծառաբեռվածություններ կան, բայց կներեք, աշխատեք Նվիրվածությունը բայել որտեղ մնաց, բայել հայրենասիրությունը որտեղ մնաց, եթե ամեն մի աշխատող, ամեն մի պետական աշխատող, նույն հայրենասիրության դրսևորումը իր մասնագիտությունը բարեխիղճ կատարելով չի իրացնում, էլ որտեղ մնաց բաժակաճառերի մեջ դա Բոլոր ում խոսացնում ես, ախպեր մենք բարեգործ Գիտեն թե իրանք համարում են իրենց հայրենասեր մարդիկ ու գիտեն թե քանի որ իրանք հայրենասեր են, ապա իրանք լավություն են անում Չէ, ընկեր ջան, դու դասիրակություն է Դու ոչ մեկի լավություն չես անում Ոչ մեկ ոչ մեկի լավություն չի անում Դու քո դրսևորումները քո սրտից ելա սիրո հարգանքի չափանիշով իրագործի Չես ուզում մի իրագործի Ճիշտ ասած ուզում ես Նարեկին անդրադառնալ բանի հեծի Մեզ լավ թողեսի մնա վաղը կանդրադառնամ չեմ ուզում եթերը շատ երկարի Դա էլ առանձին թեմա է մեկը մյուսից մի փոքր անկախ է Բայց ոնց նայում ես Հայաստանում սաղ լիքը տեղեր են ավարտել Ախպեր ջան, հասարակ բան եմ ձեզ ասում, հասարակ բան 3 դպրոց փոխելով հազիվ 8-րդ դասարան եմ ավարտել Դրանից հետո Թեթևաշնաբերության տեխնիկումը, որ հիմա քոլեջ է Կիսատ պռատ տենց էլ չեմ ավարտել Հետո Հայֆիլմ կինոդերասանի ստուդիան էլի ավարտել եմ, բայց այդ դիպլոմը պարզվեց ոչ միտեղ էլ չի անցնում, շենքն էլ քանդել են Այս չի եղել ձեր համակարգը Մարդ, ով սիրել է սովորել Բայց քանի որ քերի, հոպար, բան չի ունեցել, ինքը չի Ես ընդունակ չեմ եղել կաշառքներ տալու եւ այն Ես ասենք դրանից հետո սկի Մեքենա եմ քշել ոչ մի գայիշնիկի ջեբը 5,000 դրամ չկա մարա Չեմ կարացել, ճիշտ է, ֆռունզիկի նման եմ ես այդ մասով Այն որ հասնում է ճոպանուղի են ծերերը չի կարում ծրարը տային, որ վերաբերմունք պիտի ցույց տա Կյանքում չեմ կարողացել ես Ասեմ ավելին 8-րդ դասանից դուրս եմ եկել հենց կաշառք չտալու համար, որտեղ մենք ֆիզիկայի դասատու ունենք
Անկեղծ ասած այդ ֆիզիկան, որ սկզբում ասում ենք, ես շատ սիրում եմ, ինձ շատ դուր էր գալիս, շատ հետաքրքիր։ Հետո դպրոցը փոխեցինք, ոնց որ շատերի մեջ հետեղած կլինի, նույնը իմ հետ այդ բանը, դասա տուն մի քիչ չկարողացա բարենեմ ու աչքիցս ընկավ ֆիզիկան։ Ավարտելուց մեծ դասը սովորում էի։ Ավարտելուց վարկս 2 բանը, գնահատականը բարձր, դասը հարցրել, պատասխանել եմ 4-ը 5-ը դրելա, բայց վարկս 2 այդ մոտ ջղայնանում էր գնել այդ Բերեց 3-ի 4-ի մեջտեղը կանգնացրեց, ասես բանա, $20, այն ժամանակ, ասես $20 կտակ, կտնեմ գնահատականը, չէ։ Որպեսի չտամ ես այդ $20, ես դուրս եմ, ոչ թե չի եղել որ տամ, ես չէի կարա ես թույլ տա այդտենց, ու իմ դեմն է ասել մորս, իմ դեմը մորս այդ բանն է ասել, Դու ասել եմ ես չեմ ուզում սով, ես դուրս եմ գալիս ուտից։ Էս է եղել ձեր բարկերը, այն թվերից էլ է։ Ու քեզ ուսմացվարը նեղվել էր, այլ ասում գնան ջան, ով է քեզ նեղացրել որ դուրս է, գնացել եմ ուտի ատեստատս վերցնելու չէր տալիս։ Դրա համար էլ մի հատ շրջան կար, որ դպրոց գնայր 9-10 մենակ դասարանում աղջիկներն էին մնում, տղերքս 8-ից ելնում էին, բա այդ որ 8-ից այդ ժամանակ բոլոր տղերքը ելնում էին, հետո դրա ռեզուլտատը, դրա արդյունքը, որ ժամանակում պիտի քաղվեր, առնվազն դրանից 10-15 տարի անց, չէ, երբ որ արդեն տղամարդը հասուն տղամարդը ու պիտի ընտանիք կազմի ու իր կրթությունը խիստ անհրաժեշտ է լինելու առողջ ընտանիք կազմելու հարցում, առնվազն ես դեռ աշխատանք որոնելու հարցում չեմ ասում։ Ինչքան դեգեներատ կար բերում գլխներից ամենատարբեր տեղերում տնօրեն էիք դնում։ Մինչև այսօր տարական բան ասեմ ձեզ, տարական բան, կարող է այսօր արդեն մոռացվում է դրա մասին, դա շատ լավ է որ մոռացվում է, բայց եկեք սենց մի հատ բան ձեզ հիշացնեմ, խի չեք հիշում, մեծ սթից ցեխի տնօրեն էին լինում, իրանք գիտեին, թե իրանց աշխատողների գլխի տերն են։ Նաև անգամ ես ձեզ ասեմ, ես որ թիվներ է, 11 թիվներ, 12 թիվներ, շանտ հեռուստաընկերության հետ որ վիճել եմ, դեռ ժամանակ այդ մտածելակերպը կար, տնօրենի հետ ես խոսում, տնօրենը դա գործառույթ է, արա, գործառույթ է, տնօրենը տնօրենի գործառույթ է, տնօրենը իմ գլխի տնօրենը չի, իմ գլխի տնօրենը ես եմ, մենակ ես եմ, ու ես եմ որոշում ոնց տնօրինեմ, Որոշումներս կարամ կայացնեմ մեկ հետ խորհրդակցելով կամ չխորհրդակցելով, մեկ են լսելով կամ չլսելով, բայց եթե կարծում եք կամ պիտի ենթարկածին գժվել եք դուք։ Տնօրեն։ Չգիտեմ, զիբիլի տնօրեն, գիտեմ всё, այդ աշխատողների սաղի տերն ու տիրականն են։ Այս էս կարգեր ու բարգեր էր արա, բայց ինչ դաստիարակություն էր տալու։ Հիմա եկել կանգնել են, ընդհանրապես րոպե ու կես տևեց բանը ներկայացնելը։ Լավ է։ Լավ է, ուզում եք ձեր կենսագրությունը էլի եմ կրկնում, ամեն մեկիդ կենսագրությունը 5 վայրկյանում կներկայացնեմ, 5 վայրկյան շատ չէ, պետք չի շատ, որովհետև նրանք, որոնք որ հասարակության մեջ ապրելու համար անհրաժեշտ են, ձեր մոտ դրանք բացակայում են։ Տակը մի 2-3 բան է մնում, այդ 5 վայրկյանում մի հատ Մարդ համադասական նախադասությունը կարելի է ներկայացնել, վերջացնել, կաշվել գնալ, վերջացավ։ Ռոբերտ Քոչարյան, դավաճան հանցագործ հայվան, վերջ, կենսագրությունը պրծավ։ Էլ ինչը մանրանաս, ինչը խորանաս։ Սերժ Սարգսյան, հողեր հանձնող, անսկզբունք հայվան, վերջ անցանք։ Դաշնակցական կուսակցություն, հակա անկախական, օտարամետ, Օտարա մեր ուժ, վերջ պրծավ, ամուշ կուսակցություն բանը, կենսագրությունը։ Չիտեմ, ես կարծում եմ, ժողովուրդ ջան, մենք պիտի, տեսեք առաջիկայում այս ընտրություններն է։
Ես նորից կրկնեմ, որովհետև ամենատարբեր ասեկոսներ, այսքան ասում ես, մեկական դարմայետներ, որոնց ուղղել չի մտնում։ Ես հերթական անգամ ասեմ, որ ես քաղաքական բաներ, ոնց ասեմ, նպատակներ առնվազն այս պայդրությամբ չունեմ ու չեմ պատկերացնում, որ կունենամ։ Չեմ պատկերացնում։ Չգիտեմ, կյանքը ուր կտանի, ինչ կտանի, ես չգիտեմ, որովհետև այդպիսի խոսք է երբեք մի ասա երբեք, բայց առնվազն այս պայդրությամբ առաջ չունեմ, իմ խնդիրը հասարակական գործունեությունն է, հասարակական գործունեություն կազմակերպելը, եւ այդ հասարակական գործունեություն կազմակերպելու մեջ հասարակության գիտակցումը եւ ներկայությունը երբեմն շատ անհրաժեշտ է լինում։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհում ոչ մի քաղաքական ուժ կլինի իշխանություն թե ընդդիմություն, չի կարող պետությունը կայացնել, առաջընթացներ գրանցել, ուժեղացնել եւ այլն, եթե հասարակությունը դրան աջակից չի լինում process-ների մեջ։ Եվ որպեսզի հասարակությունը process-ների մեջ աջակից լինի դրան, պետք են որոշ կենտրոններ, որոնք հասարակական կազմակերպություններն են այդ դերը ստանձնում։ Եվ առաջարկում են տարբեր ծրագրեր եւ առաջարկում են այդ ծրագրի, այդ գաղափարի շուրջ ամենատարբեր գործողություններ, process-ներ։ Որքան մարդիկ ակտիվ են լինում, այդքան դա ազդում է կառավարող ուժի կամ ընդդիմության վրա, եթե առողջ ընդդիմությունը շատ լավ, որպեսզի որոշումներ կայացնեն կամ տեմպ ավելացնեն որոշ գործողությունների, որոշ բացերի վրա ուշադրություն դարձնեն եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ եթե մենք կարող ենք կամավորական սկզբունքներով նմանատիպ process-ներին, ես չեմ ասում բոլորին, գոնե մեկու մեջ, մեկը ես հարմար կլինի մյուս օրը հարմար կլինի մյուս օրը, բայց եթե մենք պատրաստակամ ենք այդ process-ների մեջ ներգրավելու եւ մեր ներկայությամբ թեկուզ հենց մեկը, то հենց մեկը մեր դիտողականությամբ, մեր կիսումով եւ այլն, լինել այդ process-ների կրող ու անդամ, ապա հավատացեք շատ անելիք կա, շատ անելիք։ Այ գիտեք ես սենց օրինակ բերեմ, կարող է ձեր համար այդքան էլ համահունչ լինի, բայց բերեմ։ Տեսեք, 20 թվականի պատերազմից հետո շատ ծանր վիճակում էինք հայտնվել եւ որքան էլ որ պետությունը գումար չխնայեր, որքան էլ որ պաշտպանության նախարարությունը աճապարեր գործողություններում, շուտ ինչ-որ առաջնային բաներ հասցնելու բնակից, միևնույնն է հասարակության աջակցությունը շատ մեծ դեր խաղաց։ Ցավոք սրտի եղան նաև մարդիկ, ովքեր որ առիթից օգտվեցին ու շատ բաներ յուրացրեցին եւ այլն, բայց այնուամենայնիվ աջակցությունը լավ կազմակերպելու արդյունքում ահագին դեր խաղաց։ Կլինի 1%, թե 10%, թե 50%, բայց օգտակար եղավ դա ու տեմպը ուժեղացավ, արագացավ։ Նույնը ընդհանուր պատկերի մեջ է հասարակության գործողությունները, թեկուզ փնթփնթալով, թեկուզ ջղայնանալով, թեկուզ ժպտալով, հասարակության կազմակերպված գործողությունները միայն բան են ավելացնում, տոնուս են ավելացնում, որպեսզի ավելի տեմպով լինի, մի օր առաջ այսինչ բանը լինի կամ այսինչ բանին ուշադրություն դարձրի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հասկանում եք միտքը որտեղ է։ Ես չեմ ասում աջակցենք որևիցե քաղաքական ուժի, բացարձակ։ Մենք աջակցենք մեր պետությանը եւ այն մարդիկ, ովքեր որ պատասխանատվություն են կրում տարբեր պետական ոլորտներում, ինչու ոչ նրանց հետ կարող ենք աշխատել, նրանց հետ կարող ենք չաշխատել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նայած որ դեպքում որ հարցի մասին կլինի խոսք։ Այնպես որ ես ակնկալում եմ ձեր ակտիվությունը եւ եթե ունեք ցանկություն մի փոքր սրա մասին զրուցելու թեկուզ առանձին եւ այլն, ապա մեր գրասենյակը Սեբաստիա 37 դրոպինգ հասցեում է, իմ հեռախոսահամարն են բոլորդ գրեթե ունեք։
Խնդրում եմ միայն թե զանգեք 2-ից հետո։ Չնայած այս վերջին օրերին շատերի զանգին էլ չեն պատասխանել հազար ներողություն այդ հիվանդանոցային բաներից ելնելով, բայց հիմա ահագին արդեն ամեն ինչ իր հունի բնական հունա վերադարձել, նո ամբողջովին չէ, բայց այնուամենայնիվ հիմա մի փոքր ավելի թեթև եմ։ Եվ չնայած կուզեի սրա մասին եթերի առաջնամասում ասել, բայց հիմա կասեմ, ոչինչ, եթե պետք լինի վաղն էլ կկրկնեմ։ Ասեմ, այն մարդուն, այն գյադուն, ով որ ինձ շքամուտքում դուրս էր եկել դեմս, ահաբեկելու իր արևին նպատակով։ Ուրեմն, ես չգիտեմ դու ոնց կվերաբերվես, ոչ չէ քո գործն է։ Ասեմ հետևյալը։ Արդեն քիչ-քիչ ձեր տներին ենք մոտենում։ Ես քեզ տալիս եմ մի հատիկ հնարավորություն, թակ մի հատիկ հնարավորություն։ Կամ դու կօգտվես այդ հնարավորությունից, կամ քեզ կհամոզեմ, որ պետք չի օգտվես։ Բայց ես կտամ այդ հնարավորությունը։ Տալիս եմ քեզ հնարավորություն, դու կապվում ես ինձ հետ, գալիս ես իրար տեսնում ենք ու դու ասում ես ներողություն։ Ես այսենց եթերով տղավարի խոսք եմ տալիս, տղամարդավարի, ամեն ինչ կվերջանա, ամեն ինչ, կամ դու չես գալիս դա անելու, ու դա ունենում է ծանր հետևանքներ ոչ միայն քո համար, այլ են բջի լակոտի համար, ով որ քեզ կամ առաջարկելա կամ ասելա մատ ախպերս հարցը գցեք տեղը, եւ այն մյուս բջի լակոտի համար, ով որ դրսից վիզա դրել, որպեսզի այդ ակտը տեղի ունենա։ Ընդ որում, ասեմ, շատ լեն շրջանակ աստեղ վարի է տալու։ Քանի շատ ուշ չի, ու ես իմ ասածները հիմնավորող եմ։ Իսկ այդ բջիլակոտ արտահայտությունը անում եմ նրա համար, կոնկրետ, ես անձով կվիրավորեի, ես չէի այսպես վիրավորի, եթե թեման իմ դրան դեմը իմ տան վրա եկած չլիներ։ Ես իմ ամեն բառի համար եմ պատասխանատու։ Իսկ մարդա մեկ են, որ դրսից հոխորտում է, քեզ ասեմ, այ թուլլա, դու որ ասում ես, դրան պատժելու եմ, ուրեմն ստեղ պատժվողը դու ես լինելու, դու ես պատժվողը, որովհետև դու արտահայտություն ես արել ժողովրդի հասին, որը քանի միլիոն ուզում ես ունեցի, կդարձնենք նալ կոպեկներ, կմցնենք համապատասխան տեղդ։ Դու ու խուժժան բարկերով մեկը չի կարա խուժժանությունը լավ բանի տակ տալկա տանի։ Ով ուզում եք եղեք, սութի ավտորիտետներ, չգիտեմ ինչեր, ով ուզում եք եղեք։ Խուժժանի արտահայտություն ես արել, ստացել ես։ Ու ես թուլլեքին էլ էլի եմ ասում, այդ հազար ներողություն ժողովուրդ ջան, այդ կիսա բոզականա գողական ձևերով։ Իմ տան քանի շատ ամեն ինչ համը չի հելել, դու ունես հնարավորություն ու սաղից յան կտամ ես։ Գալիս ես, մենակով թեկուց կամ են հետիդ գյադի հետ։ Դու գիտես, որ ես գիտեմ, որ հետդ գյադա է եղել, մի հատ։ Գալիս ես, ասում ես ապե, ներող տնես էլ չի կրկնվի։ Ես կամ ու ֆռում գնում ես, վсё։ Վերջ, տղավարի խոսք եմ տալիս, սաղ պրծնում եմ։ Չէ, դուք էլ լավ գիտեք ես մինչև ինչերի կետամ, ես էլ լավ գիտեմ մինչև ինչերի կետամ։ Չեք մարսելու դուք դա։ Չմոռանաք, որ երկար ժամանակ ասեն կարող է չխոսամ, չարտահայտվեմ բան, ուրեմն տենց անցնել գնալու է։ Տենց բան չի լինելու։ Դուք Հայաստանում չի կարա մարդու տան վրա խուժանավարի հարցակում լինի ու էդի ճաշտի կամ ուժեղ տղու թեմայի տակ տալկա տարվի, չկա տեն, դուք քաքլան բջի թուլեք եք, հասկացաք, կներեք ժողովուրդ ջան, ես վերջին հատվածի համար, սա ես սենց հրապարակային ասում եմ, որ եթե
Մարդ ես, ուզենա ներողություն ասի, գահասի ու կասկած չունենա, որ ես իմ խոսքի տերը կլինեմ, որովհետև հրապարակային ասած խոսքա։ Իսկ այն առումներով էլ ոնց պայմանավորեցինք Ժողովուրդ ջան, լավ եղեք, դեռ կխոսենք, բարի գիշեր ձեզ, շնորհակալություն եթերը դիտելու և տարածելու համար։